Այո, սիրելի ժողովուրդ, մենք շարունակում ենք հաղորդումների շարքը Հայաստանի տարբեր համայնքներից, սահմանամերձ տարածքներից։ Այսօր մեզ սիրով հյուրընկալել է Արենիի համայնքապետարանը, այս միջավայրը Արենիի համայնքի ավականու նիստերի սրահն է, եւ իմ այսօրվա հյուրերն են Արցախից Արենի համայնքում տեղավորված արցախցիները, թույլ տվեք ներկայացնել նրանց եւ զրուցենք այն մասին, թե ինչպես են տեղավորվել, ինչ խնդիրներ ունեն, ինչ կարիքներ ունեն, ինչն է լավ, ինչն է վատ եւ այլն։ Կիմ Աղուշյան, Արցախի Մարտունու Սոս գյուղից, Անահիտ Պողոսյանն է իմ հյուրերից Մարտունուց եւ Ռազմիկ Հարությունյանը նույնպես Մարտունու Սոս գյուղից, որը տեղավորվել է Ագարակաձորում, իսկ Կիմ Աղուշյանն ու Անահիտ Պողոսյանը տեղավորվել են հենց Արենի գյուղում։ Արենի համայնքը 9 գյուղերից է բաղկացած։ Ահա այսպես, շնորհակալություն իմ հրավերը ընդունելու համար, ժամանակ գտնելու համար, որ եկաք զրուցենք իրար հետ։ Դա մենք այսպիսի հաղորդումների շարք ենք անում եւ իսկապես ուզում ենք իմանալ, թե ինչպես են տեղավորվել արցախցիները, ով նպատակ ունի մնալ Հայաստանում, քաղաքացիություն ստանալ, ով ցանկություն չունի, ինչու ցանկություն չունի, ինչ կա չկա, շատ տարբեր կարծիքների ենք հանդիպել անցած 3 ամիսների ընթացքում Հայաստանի երևի թե 7 մարզերում զրուցելով արցախցիների հետ։ Հա, երևի սկսենք խնդիրներից, հա, հիմնական խնդիրները որոնք են, որ դուք մինչև հիմա զգում եք, որ չի լուծված կամ լուծվելու սկիզբն էլ չի երևում։ Խնդրեմ, ով կկամենա սկսել։ Այս խնդիրը բնակարանի ապահովումն է, վարձերը մի քիչ թանկ ուտա, էտա։ Վարձով եք ապրում։ Այո, վարձով ենք ապրում, ես սա կյանքս չէի իմանում վարձով ապրել ինչա, իրականությունը սա է։ Տեղափոխվելով, տեղահանվելով եկանք մի համայնք, որ ես պատկերացնում էլ չէի տեսել, որ Արենի համայնք այս ձև գոյություն ունի, այս գյուղերը կա։ Անցել տարել էիք միջով։ Ինչ։ Միջով անցել տարել էիք, Երևան գալուց, տենց էդ էինք Եղեգնաձորով, տենց էինք իմանում, դե փառք Աստծո այսօր շատ հանգիստ գյուղը, օրինակ մեր գյուղը Ագարակաձորը շատ հյուրասեր, այո, ինչ մտել ենք, թե համայնքապետարանի, թե մեր գյուղի գյուղապետարանից, տենց հարց չի ելել, որ չլուծված մնա։ Ու վարձերը բնակարանային ինչպիսին են օրինակ Ագարակաձոր գյուղում։ Ինչ միջակայքում են, էլի։ 50,000-ից մինչև 100,000 դրամ։ Ահա։ Իսկ պայմանները ինչպիսին են այդ տների։ Պայմանները հին տներ, տենց շատ այդ 100,000-անոցը շիկարնի սարքած տներ են։ Այդ հնարավորությունը չկա աշխատանքի բերումով։ Որ տեղահանվեցի, եկա, տեղավորվեցի, մի ամիս եմ արանք անցել, ես զինծառայող էի Ղարաբաղում ու մտա ստեղ հիմի էլ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության բանակում։ Քաղաքացիություն ստացել եմ, մերս մամաս էլի ստացել է, մնացել է կինս երեխեքը, այդ թղթաբանության պակասության։ Որոշել եք ստանալ, ընտանիքով որոշել եք ստանալ, մնամ Ագարակաձորում, հարազատ արդեն միջավայր է դրալ։ Արցախցիներից էլի մարդիկ կան ձեր գյուղում։ Քանի ընտանիք եք։ Երևի մին 8 ընտանիք կան, սաղս իրար հետ կապը ունենք, սաղս իրար օգնում ենք, թե ավտոյի մասով, թե հողագործությունով, կան հեկտարով սոխ են տնկում, գարի են ցանում, էլի վարձակալական հիմունքներով։ Սա սեփականության մասնավոր մարդուց հողը վարձակալել եք եւ մարդուց հողը վարձակալում ենք, ջրի վարձը տալիս ենք, տենց ապրում ենք։ Բայց դե Արցախի մեր հույս հավատը, մեր ծննդավայրը հասկանալի է, հա։ Երազների մեջ, թե Արորիայում սկսեի դիմեի մեր նախարարությանը այս 40+10 կտրելու համար բնակ ապահովումը, որ ստանայինք, պետք է չի որ շարունակենք։ Եթե առողջությունը ունենք, պիտի աշխատենք, պիտի արարենք։ Սա է մի քիչ նեղացնելու, ես ինքս գյուղական համայնքում ապրելով այդքան դժվարությանը չեմ հանդիպի, բայց քաղաքային մասերում մեր համագյուղացիք, մեր քաղաքացիները, արցախցիները շատ դժվարություններ էին հանդիպալան։ Վերը
ես չէի ուզի, ոչ մեկը չէինք ուզի։ Խաղաղություն կցանկանայինք։ Հասկանալի, հա, իսկ սա ձեր առաջին հանգրվանն է, թե առաջին ամիջապես եկել եք Ագարակաձոր, թե մեկ ուրիշ տեղ եք սկզբում։ Ամսի 5-ի մտել ենք Ագարակաձոր, 3 օր Եղեգնաձորի հետ զապրավկի պայթյոնի մոտ 3 օր հոկտեմբերի 5-ին եք եկել, ճիշտ հասկացա, հա։ Արդեն մտել ենք Ագարակաձոր, մինչև այդ 3 օր արդեն մնացած են քլալ տեղ։ 1.5 տարի է այնտեղ եք արդեն։ 1.5 տարի Ագարակաձոր բնակավայրում ապրում, համայնքը շատ օգնություն է, ես կասեի երևի Հայաստանի մասշտաբով, Արենի համայնքի պես ես սրտացավ, մեկ էլ ձեր հասցնող ես չեմ լսել։ Մասիսում հարազատներ ունենք, բարեկամներ ունենք, Երևանում նույնպես, Ջերմուկում դաժե նույնպես, շնորհակալությունը համայնքին ու շատ հանգիստ։ Շատ լավ, հա, Տիկին Պողոսյան, ձեր հիմնական խնդիրները որոնք են։ Նախ ողջունում եմ ձեզ տաղավար հրավիրելու համար, ուրախ ենք, որ մեր վիշտը, մեր փորձությունները կիսում եք, մեզ օգնում եք, դրանով եւս մեկ անգամ բավարարված ենք մենք զգում, որ մեր կողքին կան մարդիկ, որ մեզ մենակ չեն թողում, մեզ հետ են, ցանկացած դժվարության ժամանակ մեր կողքին կանգնած են։ Դժվարություն ասելով ես հասկանում եմ, որ մարդը դժվարությունները բոլոր պետք է հաղթահարի։ Հա, բայց որոնք են հիմնական խնդիրները, հա։ Հա, հենց հիմա դժվարությունն է, որ պետք է այդ քաղաքացիությունը վերցնենք, բայց օրինակ ընտանիքում որ կա 4 հոգի, այդ քաղաքացիություն ստանալուն պես այդ գումարով մենք չենք կարող կոնկրետ Արենի համայնքում տուն գնենք, քանի որ դուք բնակարան ձեռք բերելու ծրագիրն է նկատի ունեք։ Հա, այդ է նկատի ունենք։ Այսինքն 4 հոգի անգամ 3 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, 5 միլիոն։ Քիչ է, էլի, այսինքն դրանով մեր բնակարան առնելու բանը չի, գումարը չի հերիքում, որ մենք դրանով ապահովենք, ստիպված մնում ենք, թե պետությունը մի առաջին խնդիրը բնակարանային ապահովումն է, ճիշտ հասկացա ես ձեզ։ Հա, ուրիշ մնացածները փորձում ենք ընտենանալ կյանքին, արենցիներին, գյուղում մեզ շատ հարգում են, մեզ ընդունում են, տենց խնդիր չունենք, որ կարելի է ասեմ դժվարություն է, խնդիր է, ուղղակի այդ որ քիչ գլխականակը տանա, ես եմ երեխեքս, անդամները, ընտանիքի անդամները, ես եմ երեխեքս, ամուսինս զոհված զինծառայողի կին եմ, ամուսինս Արցախյան ազատամարտիկ է, տարիներ շարունակ ծառայել է հայոց բանակին, չարաբաստիկ բոլորի ընտանիքներում դժվարություններ, դժբախտություններ կան։ Հիմա Արենի գյուղում եք ապրում, Վարձով եք ապրում։ Վարձերը գյուղում ինչպիսին են, ինչ միջակայքում են։ Կոնկրետ 100 էլ կա, 80 էլ, 50 էլ, բայց մենք 50 ենք վճարում։ Տունա ոչինչ։ Հողամաստնամերձ կա հետաքրքիր։ Կա, արչևը հողամաս կա, մշակում է երեխեն, բայց այս պահին մեզ համար բայց սեփական չէ, էլի հասկանալի է։ Մերը չի ուղղակի գոյության պայքար է։ Ես իմ համբեր ենք միջև պետությունը մեզ համար, ես իմ մի նոր ծրագիր, մի նոր մենք չենք կարող, ասենք որ 8 հոգանոց ընտանիք լինեինք, կարայինք քաղաքացիություն ստանայինք, ես իմ կարայինք։ Հա, ես հանդիպել եմ ընտանիքների, որոնք 6-7 երեխա ունեն եւ անպայման ուզում են օգնել։ Ընտանիքները 4 հոգանոց կամ 2 մեծ դժվարության առջև են կանգնում, բայց մեկ էլ մնում ենք հույս ենք, բամ ասում եք մի օր վերադարձի հույս կլինի, վերադարանք մեր հայրենիք։ Չէինք սպասում, որ մենք մեր հողից, մեր ջրից, մեր ամեն ինչից կզրկվեինք, որովհետև Արցախը մի դրախտավայր էր, որում ապրում էին դրախտի մարդիկ։ Ես հիմա էլ որ խոսում եմ, էլի նենց սարսուրով եմ արմինս պատնում, որովհետև Վաբշե, բազմաթիվ պատերազմներ եղան, քանի անգամ Արցախ պատերազմող երկիր էր, բայց միշտ այն սպասումի հույսը կար, որ էլի հետ կգնայինք, քանի պատերազմ եղավ, ես կոնկրետ կին արմատ, ես դուրս չեմ եկել դեղից, ասել եմ մնամ իմ հողը, չէի սպասում, որ մի օր կհասնենք սրան։ Հասկանալի, իսկ քաղաքացիություն ստանալու որոշում ունեք արդեն, թե մտածում եք։
Դե որոշում այնա, որ մի նես ծրագիր պետք է լինի, որ գոնե մեր հասանելի գումարը օրինակ հասնի 24-25 միլիոնի, որ կարողանանք կոնկրետ մի տարածքում տուն առնել։ Այսինքն քաղաքացիություն ստանալ չստանալու որոշումը կախված եք համարում այն հանգամանքից, թե քաղաքացիությունը որքանով է ձեզ սոցիալապես ապահովելու գոնե տան հարց լուծի, ճիշտ հասկացա ես ձեզ։ Հա, մեկ էլ եթե սոցիալական ծրագրեր լինի, ինչու՞ չէ նաև նման ընտանիքներին կառավարությունը մի հաստատական որոշում կայացնի, նման ընտանիքներին օգնի, ես մի ուրիշ ծրագրի շահառու հանդիսացնի, որ օգտվեն նման ինչքան մեկ մտածում ես ինչքան վարձ տաս, մեկ էլ ասում ես դե ինչ անենք։ Էս է մեր կյանքը, կզրուցենք դեռ, հա, Տիկին Գուշյան, գլխավոր խնդրեմը որն է ձեր ընտանիքի։ Գլխավոր խնդրեմը կարելի ասել փոքր-ինչ չափով կարողացել ենք հաղթահարել, աշխատանքի խնդիրն է եղել, մտնելով Արենի գյուղ, հենց առաջին իսկ օրերից փնտրել ենք աշխատանք։ Համայնքի կողմից ասեցին, որ կօգնենք բնականով ապահովենք ժամանակավորապես, թեկուզ վարձով, թեկուզ ինչպես կցանկանաք, առաջին իսկ օրերին հյուրընկալեցին մեզ 7 օրով, մնացել ենք Արենի համայնքում մի ընտանիքի տանը, շատ ջերմ մթնոլորտում, շատ լավ հյուրասիրություն, շատ լավ հյուրընկալություն։ Դրանից հետո համայնքի միջոցով, աշխատակիցների միջոցով մենք բնակարան տվեցին վարձով, սկզբից քիչ էր վարձը, հետո ընդունվեցի աշխատանքի խանութում, ամուսինը շինարարությամբ է զբաղվում, առաջարկներ եղան շինարարության մեջ, իհարկե չմերժեցինք, աշխատեցինք, հիմա մի քիչ բարդացել է այն, որ բնակարանը փոխել ենք, տան վարձը շատ է, 100,000 է տան վարձը, ճիշտ է, կան կոմունալ հարմարություններ, բայց վարձը մի փոքր-ինչ թանկ է։ Հետո, որ բոլորը ձգտում էին աշխատանքի, մասնագիտությամբ օպերատոր գործավար եմ, դիմեցի համայնքին, որ համայնքապետարան ընդունվելու աշխատանքի, մի քանի ամիս հետո պատասխանս եկավ, ինձ ընդունեցին այստեղ աշխատանքի, հիմա աշխատում եմ Արենի համայնքապետարանում, մասնագիտությամբ, մի մասը կարելի համարել լուծված, բայց դե իհարկե դա չի բավարարում մյուս խնդիրները հաղթահարելու համար, 2 անչափահաս երեխաներ ունեմ եւ տատիկիս ենք մեր հետ պահում, տատիկս նույնպես տեղահանված է Արցախից։ Այս պահի դրությամբ քաղաքացիության համար որոշել ենք, որ անպայման կանցնենք, որ կարողանանք օգտվել բնակապահովման ծրագրից, չգիտեմ, մեր հերթը 3-րդ փուլում էր, ինչքան գիտեմ, անպայման կզբաղվենք, դեռ չեմ դիմել, բայց մոտ ապագայում կդիմեմ, մոտ 2 ամսվա մեջ թղթաբանական խնդիրներ կան, թղթերը բոլորը հավաքենք, կդիմենք, շատ փաստաթղթեր են պահանջում։ Ինչ է պահանջվում։ Դե ծնողների անձնագրեր, եթե ծնողներ չունեք մահվան վկայական, այդ ժամանակ ճիշտ է եղել։ Եթե կորսվել է, չի բերվել, որտեղ այդ խնդրին ես շատ եմ հանդիպել։ Ինչպես է վերականգնվում, օրինակ, մարդ է թողել այնտեղ։ Եղեք, օրինակ, ծննդականը, մահվան վկայականը, նման թղթերը դիմում ենք ԶԱԳՍ-ից, հնարավոր է դիմել, ես դիմել եմ վերականգնել եմ փաստաթղթերը։ Այո, ճիշտն ասած, փաստաթղթերս արդեն բոլորը համարյա հավաքվում են, մի 2 փաստաթուղթ է սպասում եմ, որ արդեն կտան։ Խնդիրները զինգրքույկների հետ է կապված, ամուսինս ծառայող է եղել, եւ զինգրքույկները չեն կարողացել վերել, այդ խնդիրը պետք է կարողանանք լուծել ամուսնուս քաղաքացիության հարցը լուծելու համար։ 40+10 ինչու՞ չէ, եթե կտրեն բոլոր ընտանիքներում լինելու է դժվարությունը, կարելի է վերանայել, չգիտեմ, դե բայց ամեն դեպքում պետք է աշխատենք։ Այնպես չի, որ պետք է նստենք, սպասենք, որ տան բնակապահովման ծրագրից ապահովելուց հետո, հա, թող կտրեն։ Բայց մինչ այդ կարելի էր ինչ-որ այլ աջակցություններ նախատեսեն, եթե հնարավոր է, ու բոլորին, ոչ մեկ ընտանիքի տան, մեկ ունի մեկ անչափահաս իրեն չհասնի, մեկ ունի 5 անչափահաս իրեն հասնի, ոչ բոլորին, հավասարաչափ բախշեն, բոլորին էլ հասնի։ Ինչպես նաև դա ես կուզեի, լինում են կազմակերպություններ, տրամադրում են աջակցություններ արցախցիներին, մի մասին տալիս են չափից շատ, մի մասին ասում են, որ դուք շահառու չեք։ Դրանք համայնքապետարանի հետ կապ չունեցող կազմակերպություններ։ Համայնքապետարանի հետ կապ չունեցող կազմակերպություններ, այն ինչը կապված է համայնքապետարանի հետ, լինում են հավասարաչափ բախշված։
բոլորին հասնում է։ Հասարակական կազմակերպություններ են, հիմնադրամ են, միջազգային են, տեղական են, նման կազմակերպությունների իսկ հասկացել եք սկզբունքները, թե անարդար են։ Ոչ, անարդար են։ Իմ պատկերացնելով անարդար են։ Ես իրենց էլ եմ ասել, նման կազմակերպություններին, եթե վերցրել են իմ տվյալները եւ ես շահառու չեմ հանդիսացել, ես հետաքրքրվել եմ, ինչու չեմ շահառու։ Ինձ պատասխանել են՝ դու ունես 2 երեխա։ Իսկ ինչու 2 երեխան չի ուտում, 2 երեխան շոր չի հագնում։ Լավ, իսկ այդ դեպքում ովքեր են եղել իրենց շահառուները։ Իրենց շահառուները եղել են 3 եւ ավել երեխաներ ունեցողները։ Սկզբում չեն ասել, որ ոչ։ Իրենք ասեն, եթե շահառու լինեք, կզանգենք, եթե սենց, եթե նես, դե բոլորս մեկս մյուսի հետ կապ ունենք։ Ու նշեմ, որ ես չեմ ուզում մյուս արցախցիներին ոչ մեկին նեղացնելու, բայց մյուս ընտանիքներում ոչ մեկ, ասենք, չեն աշխատում։ Իրենք ունեն 3-4 երեխա եւ վերջ։ Իրենք ստանում են աջակցությունը, ու նման կազմակերպությունները ճաշվի չեն առնում, որ ընտանիքում եթե կար աշխատող, թող մյուսին էլ աջակցություն հասնի։ Այդ ծեր դիտողությունները իրենց տեղ հասցնում են։ Այո, ես անձամբ ես ինքս իմ խնդիրս ասել եմ։ Նման կազմակերպություններ շատ են եղել եւ ես ասել եմ։ Հասկացա, շատ լավ։ Երկրորդ խնդրեմը որն է։ Գլխավորը ես հասկացա, որ բոլորի համար տուն, հողամաս, տնամերձ ունենալն է։ Աշխատել, ես ինչքան հասկացա, բոլորդ աշխատանքը հարգող մարդիկ եք եւ աշխատանք որոնել եք, որոնում եք եւ աշխատում եք։ Ես ուրիշ ինչ խնդիրներ կան, ասեք։ Ուրիշ խնդրեմը, եթե այդ հարցը լուծվում է, ուրիշ խնդրեմ արդեն ես իմ մեջ պիտի փնտրեմ, եթե ինչ որ բան է պակաս, որ նայում եմ շուրջս, մեզնից ավելի բետար մարդիկ կան։ Իրանք Հայաստանի Հանրապետություն, այո, ես ինքս հասկանալով, տեսնելով, բողոքելու երևի իրավունք էլ չունեն, տեսկասեի, ես կուզեի սաղի կյանքը բարելավեր, դե մնել եմ կրկնում, մեր Արցախը պետք է համախմբվենք հայ ազգը, որպեսզի Հայաստանն էլ մնա կանգուն, Արցախի համար էլ գոնե ինչ-որ չափով մտածենք, հետ գնանք մեր տները, մեր ծննդավայրը։ Ես ինքս որպես զինծառայող, որտեղ հասանք, թույլ տվեք հարցնել, այս ամբողջ կոնֆլիկտի, այս կռիվների, այս լարումների, խաղաղության, այսպես կոչված պայմանագրի մշակման եւ չստորագրվելու այս process-ների վերջը ինչ է, ձեր կարծիքով այս խնդրի լուծումը ինչ է, երկարաժամկետ հեռանկարում ինչ է լինելու։ Ես իմ կարծիքս կասեի երկարաժամկետ, որ նայում եմ, երևի Արցախի հարցը ամեն բնակավարից հանած է, վերը խե։ Ինչի։ Հա աշխարհը գցեց բռնեց Ադրբեջանի կազմում է։ Բայց 30 տարի է Ադրբեջանի կազմում։ Խի Հայաստանը մի մարդ չէր, խի ես մեր ազնագրերը նույնն են, կապույտ, չգիտեմ դա սերիան 070 է, ստա 099 է, սա ինչ տարբերություն է, ուրեմն մի մարզել Արցախն էր։ Չէ, դա հասկանալի է, անցյալը մեզ բոլորիս հայտնի է, կարող ենք տարբեր մեկնաբանություն առաջ նայենք, ես պետք է Հայաստանը կանգուն մնա, պետք է մեր հայ ազգը միապաննի, պետք է առաջնահերթ զինվորի հարգանքը կանգնի, վերականգնվի, աշխատավարձերը բարձրացնի, որպեսզի մեր ջահելները աշխատանքի որպես միջոց ամենասահմանապահ մտնեն ծառայություն, հայրենիքը պահին, հայրենիքը Երևանի կենտրոնից չի սկսում, հայրենիքը սահմանից է սկսում։ Ինչ ես դպրոց եմ հաճախել, ես եմ լսել ու ես եմ տեսել ու ֆակտն էլ այսօր սա է, այսօր Արցախը չկա, դարբասը չկա, վաղը երևի Սյունիք չի լինի, մյուս օրը Ջերմուկ չի լինի, դալշ եկավ Երևան, հա, սա խի, ինչի, հասկանալի է, հա։ Բերեք այդ սցենարները չքննարկենք, Սյունիք չի լինի, Ջերմուկ չի լինելու է։ Բայց բանը, այդ խաղաղության պայմանագրի զրույցների մասին ինչ կարծիք ունեք դուք։ Ես չեմ հավատում խաղաղության պայմանագիրը, որովհետև ադրբեջանցու հետ խաղաղություն կնքել, ես ինքս 47 տարեկան հասակ ունեմ, 80-ական թվականներին երեխա էի, շփվում էի ադրբեջանցուց հետ, բայց մեր մեծերը միշտ ասում էին թուրքա, էսա, այդ շան հետ ընկերությունները փետը մի գցի, սա է համեմատությունը։ Ես սա կարիմանիմ, որովհետև մեր թշնամին է, շանս չկա հետները։ Ոչ, ես չեմ պատկերացնում, որ կարա լինի։
Հասկացա։ Չեմ պատկերացնում։ Տիկնայք ինչ են մտածում այս հարցի շուրջ։ Կարծիքով մեր դարավոր թշնամին է։ Ես այդ նախադասությունը բազմաթիվ անգամ կրկնում եմ ու կրկնում եմ, մի անգամ այն ես ճիշտ եմ, որովհետև այն երիտասարդները, որ մեր հայոց հողի համար իրանց մտահոգյանք տվին, կոնկրետ ես, իմ կարծիքը, ես չեմ կարող նրա հետ Թուրքի հետ աղոհաց կիսեմ։ Միգուցե իմ մեռնելուց հետո իմ թոռը, ծոռը չեն իմանա, բայց ես մեկը, ինչքան ես ողջ մնամ, իմ գերդաստանից ես միշտ կասեմ, որ Թուրքը իմ դարավոր թշնամին է։ Աղոհացը շատ հեռավոր մի բան է, թողնենք այդ հատվածը։ Կան ազգեր, որոնք 100-ամյակներով իրար գզել են, իրար կերել են, հետո ինչ-որ մի պահի հանգել են ինչ-որ հարևանության, կոնե ոչ թե բարեկամության, ոչ թե եղբայրության, այլ հենց հարևանություն անելու, բաց սահմանների անցնել դառնալու, այս մասին խոսում են բարբերաբար, եւ ես բոլոր արցախցիներին համարյա հարցնում եմ, էլի։ Դա չեք պատկերացնում։ Այդ պահով արդեն պետքա սահմանազատ են, ամեն մարդ իր սահմանը իմանա, բայց թուրքը երբեք իր սահմանը չի իմանում, ասում է ես եմ, որ ես եմ։ Մենք էլ պետք է ասենք ես եմ։ Երևի ես եմ, չգիտեմ իմ ազգը որտեղ թուրամին տվեց։ Վերջը ուր են գնում։ Վերջը ուր են գնում, ես չգիտեմ, չգիտեմ։ Ճանապարհների բացումը, ես համաձայն եմ, ես Ռուսաստանում ապրում եմ երևի մին 20-30 տեսակի ազգ։ Շատ։ Այդ իրանց սահմանադրությունով, իրանց կարգով կանոնով, մենք որպես հայ տեղափոխվելով Ռուսաստան, ենթարկում ենք իրանց սահմանադրությանը, իրանց օրենքներին։ Մեր Հայաստանում կվերականգնվի այդ նույն խստությունը, այդ օրենքը, որպեսզի ադրբեջանցին այսօր եկած Երևանի հրապարակում Ղարաբաղը երգում, այդ վերքը խորնա չենք կարող մենք ընդունենք ու դիմանանք։ Իրանի ադրբեջանցիների հետ։ Այո, Իրանի դոկումենտով, փաստաթղթերով, Իրանի քաղաքացի, ինձ ադրբեջանցի ելնելով։ Ես մեր ԱԱՑ-ը, ես իմ անվտանգությանն է, ես կասեի առիթից օգտվեմ, այսօր մեր անվտանգության գլխավորը էլի մեր մարզեցի, այո, էլի մեր մարդ ունեցինա, մեր չեմ ասի Ղարաբաղցինա, որովհետև այս տարբերությունը դնելով ժողովրդի մեջ չգիտեմ ատելություն եք սերմանալ։ Ես մազանում, սա մեզնից չի, սա մեր բարձրագույն, ես իմ նախագահից, վարչապետից, ազգային ժողովի դեպուտատներից եկած այս տարբերությունը այսօր հասցրալա սրան, վեր ժողովուրդը պարակ տվին, խե։ Նախագահ, վարչապետ, նման տարանջատում են դրել, հա։ Տարանջատումը այն վաղտ են դրել, վեր Հայաստանազորքը մտալ է Ղարաբաղ ծառայություն, Ղարաբաղից մի հատ 1000 գոնե 1000 զինվոր պետք է ծառայեր Հայաստան, որպեսզի այս տարանջատումը չլինի։ Լաչինի Միջանցքի այդ տամոժնին չպետարենին։ Հասե հասցրալա այսօր։ Հետահայաց նայելը հեշտ է իհարկե, այդ նայելով այդ դատողությունները անելը, բայց ժամանակին երբ բազմաթիվ գաղափարներ կային, թե ինչպես կարգավորել այս խնդիրը, դրանք պատշաճ ուշադրության չեն արժանացել այն ժամանակների իշխանություն ունեցողների կողմից, բայց սա առայժմ թողնենք անցյալում, հա, ձեր կարծիքը Տիկին Ռուշյան այս հարցի հետ կապված։ Ճիշտ ասած, այս հարցի մի քիչ կդժվարանամ պատասխանել, չեմ կարող ասել ուր կգնա այս կոնֆլիկտը, ուր կհասնի։ Ես ինքս 3 պատերազմ եմ տեսել, 16 թվին, քառորյա պատերազմը 20 թվին եւ վերջի սարսափելին։ Ճիշտ ասած չեմ կարող ասել, որ երբևէ կարող ենք մենք, չգիտեմ, բարեկամական կամ ինչ-որ դաժե խաղաղության պայմանագիրը ես չեմ կարող հասկանալ ինչ ձև կարող ենք ընկել։ Սա ընդհանուր այսպես ասած, այս խմորը շատ ջուր է քաշում ու ես չեմ կարող պատասխանել անկեղծ այս հարցին։ Եթե կար լուծում, թող լիներ ժամանակին եւ չհասնենք այսօրին։ Իսկ հետո չգիտեմ ոնց պետք է լինի։ Ես այդքան էլ չեմ քաղաքական։ Կյանքը բազմաթիվ հարցականներով, հա, ճիշտ հասկացա ես։ Այո, ես չեմ կարող պատկերացնել։ Հələ ասած ես հարցականները մի շարասյուն։ Այո։ Քաղաքացիություն ստանալը, բնակարան առնելը, հողամաս գնելը, սա թանկ է, այս երկիրը քան է գնում, քան է թանկանում է, բնակարանը, հողամասը, ասե Արենի համայնքում
500 քառակուսի մետրը հավասար է 6-7 միլիոն դրամի։ Ասենք շահառում փոխհատուցում պետությունը վերստանամ։ Ես հողը պետք է առնեմ, հետո պետության փոխհատուցումը վիրտկարիմ օգտագործեմ։ Բայց 6 միլիոն ոնց ես ինչքան պետք է ծառայեմ, օրինակ ես այսօր զինծառայողում, ես դրա համար եմ ասում, ինչքան պետք է համ ապրիմ, համ վարստամ, համ փող տուփանիմ։ Վեր քարիմ ես այդ ոնց 400-500 մետր քառակուսի հող առնեմ, որպեսզի շինություն սարքեմ։ Հասկացա։ Իսկ բանը շատ է խոսվում արցախցիների նկատմամբ որոշ մարդկանց վատ վերաբերմունքի կամ վատ արտահայտվելու մասին։ Դուք զգացել եք ձեր 1.5 տարվա ընթացքում, որ ձեր նկատմամբ, ձեր մերձավորների նկատմամբ հարևանություն է, գյուղի ժողովուրդ է, ինչ-որ բացասական վերաբերմունք, թարս նայի ձեզ, թարս խոսի, ասի այ մարդ եկել են կյանքերս կերանպան, կներեք, հա, այս ձևակերպումների համար։ Խոսակցության թեմաներում մեկ-մեկ շոշափում է ընկերական կրուգում, այդ շրջապատում, բայց կատակի տեսքով ու ես իմ խոսքս կասեի, ես չէի ուզում այն ամեն ինչը, ինչ որ ես տեսել եմ ընտանիքս տեսել անցել է, որևէ հայ ազգի մի անձնավորություն դատենա, այդ դաժանությունը, այդ պատերազմները, բայց միջավայրում տեսել եք, զգացել եք նման բան, երեխաների հետ կապված, ոչ, նորմալ։ Այստեղ այնպես ջերմ են ընդունել, որ հայրը ասել միանգամից ինտեգրվել ենք այստեղ ու շատ լավ վերաբերմունքից էր երևի, որ կարողացանք այսպես հեշտ հարմարվել։ Միանգամից հենց առաջինը, որ եկել ենք այստեղ, ու սովորեցինք, հարմարվեցինք, չգիտեմ, ոնց որ այստեղ ժողովուրդը այնպես մենք այստեղ ապրում ենք։ Ինչ որ խոչընդոտներ մյուս արցախցիների հետ կապը ինչպես եք պահում։ Բոլորս մեկս մեկից հետ շփվում ենք։ Facebook-ը, Messenger-ը, WhatsApp-ը, RRS-ը։ Բոլոր հարթակներով։ Ամեն ինչով ունենք, բայց նորմալ։ Անձնական հաշվում։ Ես մի օրինակ կպատմեի, ես մին 10 օր առաջ մեր համագյուղացիներով գնացել ենք Էջմիածին խաղողի վաստ ընկելու։ Մեր համագյուղացին հող առալ մին հեկտար, պատրաստալ, այո, որպեսզի համ հանդիպում դառնա մեր համագյուղացիներին, համ մի կտոր հաց կիսենք, անցածը հիշենք ու ներկայումս խաղողայգի ենք տանկել, որպեսզի հետագայում այդ բերքից մենք էլ կօգտվենք։ Պետական պաշտոնյաների տեսել եք։ Մարզպետ, պատգամավորներ, գալիս են, գնում են։ Վերջին անգամ ինչ առիթ է եղել։ Տարբեր բաներով գալիս են։ Ես վերջին անգամ Մարտիրոսում 100 ընտանիքի համար պետք է գյուղ սարքեին, մարզպետի ժողովին մասնակցեցինք, մեր երկու հարց տվի, ասեց հələ դրա ժամանակը չի, հələ տնեք ցանկություն կա, առանձին գյուղ սարքելու մասին է խոսքը։ Հա։ Իրանց ներկայացնելով 3 ընկեր ամերիկայահայ բարերար ուզում են վերտեղ 100 ընտանիքի համար գյուղ սարքին։ Այդ գաղափարը դուք ինչպես եք գնահատում։ Խոսքս հետևյալի մասին է, թե տարբեր կարծիքներ կան սրա հետ կապված, չգիտեմ, քննարկել եք թե ոչ։ Մարդիկ կան, որոնք ասում են, որ չարժե այդ մարդկանց կտրել հայաստանյան հասարակությունից, ոչ թե հայ հասարակությունից, այլ հայաստանյան հասարակությունից եւ առանձին բնակեցնել։ Կարծիք կա, թե առանձին գյուղ ասացիք էլի։ Կարծիք կա, որ շարունակությունն է, նույն գյուղի շարունակությունն է, նույն գյուղապետը ավելացնել գյուղի տները։ Գյուղից 100 ընտանիքի այդ մտքին լավ եք նայում։ Ես ինքս հա։ Հասկացա։ Պատգամավոր պատահել է։ Առաջիկա մի տարվա ընթացքում գալու են, էլի, ես ձեզ զգուշացնում եմ, գալու են, ասեն թեմա ընտրություններ են, սիրեք մեզ, որպեսզի մենք ձեզ սիրենք, սարեր են խոստանալու, գուցե իրական բաներ են խոստանալու, այդ ընտրությունների խասյատն է, էլի, աչքերի առաջ ունեցեք, այնպես որ կգան տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացի չլինես, հա, ընտրելու իրավունքի հետ կապված, քաղաքացիները ընտրելու իրավունք կունենան։ Տիմ ընտրությունների հետ կապված տեղական համայնքային շատերը չգիտեն, որ եթե համայնքի հաշվառում ունեն եւ եթե նույնիսկ քաղաքացիություն չունեն, օտար երկրի քաղաքացի են, նրանք ընտրելու իրավունք կունենան։ Այսինքն
տեղական ընտրությունների առանձնահատկությունը մի քիչ այլ է, ուրեմն պետականի դեպքում, համապետական ընտրությունների դեպքում այլ է, քաղաքացիություն ունեցողները կարողանանք մասնակցել ազգային ժողովի ընտրություններին։ Տեղական ընտրությունների, եթե նույնիսկ չունենաք քաղաքացիություն, բայց այդ համայնքում մեկ տարվա հաշվառում եթե ունենք, հենց սկզբից հաշվառվել։ Շատերը չգիտեն, առաջադրվելու իրավունք էլ ունի, ավականու անդամության տեխնացու առաջադրվելու իրավունք էլ կունենա։ Գովերքի խոսք չեմ ուզում տենց ասեմ, ինչ կա այն տեսածս իմ շփվածս կասեի, մեր համայնքապետարանի, մեր համայնքապետի օգնությունը մեր արցախցիներին եկած օրվանից ուշադրությունը այս եղանի շուրջ հավաքվելով, քննարկելով, մեզ կանչելով ագրարային գործի հետ հողագործություն, ես ինքս որպես կրկնում ես ծառայակից գալիս ներկայանում եմ, շփվում եմ, շատ հարգանքով, շատ նույնն էլ մեր Ագրարագազոր համայնքի Կարեն Մարտիրոսյանը, ես ինքս ինչ հարցավ դիմալում դաժեն գյուղի լուսավորությունը էլի օրալալ ես իրանց օգտանում որպես գյուղի լուսավորությունը նոր տարվա կապակցությամբ գեղեցկություն ես իմ չափով ուզում մասնիկնի մեր գյուղին ու կատարում հասկացա մանկապարտեզների հարցը ոնց է Դից չունեմ դից փոքր դպրոցներ ունեք տան երեխեք որոնք մանկապարտեզ չէ բայց նոր Արենիում բացվել է շատ կոմունալ հարմարություններով շատ նմանատիպ նորավոր ստանդարտով պարտեզ բոլոր երեխեք էլ գալիս են ուսման վարձը ինչքան է Պարտեզը սկզբից գումարով էր, հիմա անվճար է։ Հիմա անվճար է։ Հա, ու արցախցիների համար անվճար է։ Այո, արցախցիներին անվճար է։ Տեղացիներին։ Հիմա բոլորը անվճար է, լրիվությամբ անվճար է ու դա շատ լավ է գյուղական համայնքում, շատ երեխեք են գալիս, արցախցիներին ամեն ինչ անվճար էր, ճիշտ է որ ասենք գյուղում արցախցիներին ամեն հարցով օգնում էին։ Շատ լավ, շնորհակալություն։ Ու համայնքի ղեկավարից էլ ենք շնորհակալ, մարզպետից էլ ենք, աշխատակիցներից, գյուղում ապրող բոլոր հարևաններից, գյուղի մարդկանցից էլ իրանք շատ լավ։ Պարոն Հարությունյան, թղթերը բերել հասկանանք ինչ թղթեր են։ Նոր եկած ենք, միամ սվա տեղավորված, ոչ մեկին չճանաչելով, գողերգեք մեզ էլ նայեն։ Հա, դիմեցինք, որպեսզի մեկ էլ օգնենք առաջնագծում շինարարական գործերի համար։ Վայոց ձորի մարզի Արենի համայնքապետարանի Ագրարագազոր բնակավայրի վարչական ղեկավարի շնորհակալագիրը։ Մյուսը Պաշտպանության նախարարությունն է պարգևատրել Ռազմիկ Հարությունյանին մանրամասները չկարդամ, զորքերի տեսակներ, բաներ չկարդամ, էլի, հա։ Հա, պատվոգիրն է, էլի պատվոգիր, այդ Պաշտպանության բանակից է, մանրամասները չկարդամ ձեր թույլտվությամբ, որովհետև հնարավոր է, որ մեջը ինչ-որ մեկին շատ պիտանի տեղեկություն եղնի։ Հա, տիկնայք իրենց գովասանագրերը չեն բերել։ Շնորհակալություն։ Տարիներ շարունակ աշխատել եմ ես ինքս ուսումնական մասով, ամբողջ կյանքս մանուկ սերունդ եմ պահել դաստիարակել, հիմա երևի դպրոց մանկապարտեզ, հիմա իմ սանիկները արդեն ամուսնանում են 20-22 տարեկան են իմ պահած սանիկները, հա, ու բոլորի հետ Արցախի հետ սանիկների կապ ունեմ, բոլորը ջերմ են, բոլորը լավ են, ուղղակի մի հույսի շող կա մեր մտքին, որ մի սպասում, որ մի օր կկարողանանք վերադառնալ մեր հայրենիք, այդ հույսը երբեք չի մարում, հույսով սպասում ենք, այդ հույսը չի մարում։ Մինչև ավարտելը պիտի հարցնեմ, բան մնաց կարևոր, որ կուզեիք ասել իշխանություններին, ենթադրենք նայում են հաղորդումը։ Ինչ ասենք, միասնականություն բոլոր ժողովրդին, թե իշխանությունին, թե սովորական աշխատողին, թե հողագործին, թե բանվորին, Արցախի, Հայաստանի, Արցախի եմ ասում, բոլոր հայերին խաղաղություն եմ ցանկանում, հոգու խաղաղություն եւ միասնականություն, բոլորս կամքով ուժեղ լինենք, որովհետեւ միասնականությունը ուժ է ծնում, պետք է ուժ ժողովրդենք, որ կարողանանք պայքարենք։ Շնորհակալություն, Տիկին Ղուշյան։ Պետք է լինենք համախմբված, որ կարողանանք հաղթանակներ կերտել։
Իչքան մեկս մեկիցս անկախ գործենք, չեն կարող երբևէ համախմբվել։ Ոնց են համախմբվում։ Մի հատ ասեք, էլի, բացատրեք, հասկանանք։ Ես դա լսում եմ արդեն 50 տարի։ Մանկապարտեզից լսում եմ ես։ Ձեր մեթոդը ասեք, հա։ Ես իմ պատկերացնելով համախմբված, եթե բոլորը շարժվեն մեկ, եթե բոլորը գնան դեպի խաղաղություն, հաստատ կձեռք կբերենք այդ համախմբվածությունը ու խաղաղություն կհասնենք։ Համախմբվածությունը, եթե բոլորս նայենք մեկ կետին։ Իմ կարծիքով դա է համախմբվածությունը։ Եթե բոլորս մեկ գործի համար համախմբեն բոլոր ուժերը, գնան դեպի այդ կետը, հաստատ կհասնենք հաղթանակների։ Այդ դեպքում կկերտենք հաղթանակ իմ կարծիքով։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Ես կոչ կանեի մեր հայազգին, մեր սփյուռքահայերին, ոտքի ելնեն, հայը ճկուն ազգ է, հայը չի կոտրվում, չգիտեմ նախնիներին, այսօրվա մեր վարչակազմի, մեր նախարարների պատճառով է, որ այս բռնկումը այս հայազգի մեջ մտել է, եսի պիտի հանվի, պիտի հարգենք, սիրենք, ընդունենք մեկը մյուսին, ամենակարևորն ու գլխավորը աշխատենք մեր հայրենիքում, մեզ համար, որպեսզի մեր սահմանները անսասան պահենք այս դժվարին իրավիճակում, ոչ մեկ չի պատկերացնում դեմներս ինչ կա, Երևանի կաֆեներում ես իմ երգում, պարում, մենք էլ մեր գյուղական համայնքներում ենք, մեր երեխաների համար, բայց չափ գոյություն ունի, հարգենք մեր զոհված ընկերներին, մեր հարազատներին։ Հասկանալի է։ Խորենացին էլ ասում էր Տերենջը, ասում էր լավ չէր վիճակներս, էլի։ Ուսուցիչները, դատավորները, մյուսը նորություն չէ, էլի, որ վիճակներս լավ չէ։ Դա մեզնից է կախված, մեր վիճակը վերականգնիկ, չգիտեմ, կազմակերպվածություն գոյություն չունի, կիսված, պառակտված, Արցախցի, այս տարբերությունը սա հայանք, մեր սփյուռքը, մեր ամենաանսասան թիկունքն է, վերը այսօր պետք է կաղնե մեր հայ ազգի թիկունքին, չգիտեմ, ինչ ճանապարհով, ով պետք է անի, ոնց պետք է անեն։ Ես որպես թիկունք մնալով Ագարակաձորում, իմ թիկունքս իմ գյուղապետս է։ Մտնում եմ մոտը հարցես լուծում ատամ։ Պարզ է, այնպիսի թեմաներ են բացվում, որոնց շուրջ կարող ենք ահագին երկար զրուցել, հույս ունենամ էլի առիթ կունենանք։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ մեզ ժամանակահատելու համար, նաև խնդրեմ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համայնքի ղեկավարին, պարոն Հուսիկ Սահակյանին, սոցաշխատողին Կարինե Մանուկյանին, առաջի տեղակալ Մհեր Ասատրյանին, մենք էլ ենք միանում այդ շնորհակալություններին, որովհետև այս պայմանները կողքին լինելու եւ մյուս աշխատակիցների անունները չեմ ուզում հատ նշել, բայց բոլորից նախ շնորհակալ ենք մեզ առաջին իսկ օրվանից մեր կողքին կանգնելու, մեզ օգնելու, աջակցելու, մինչև առ այսօր մեր կողքին են։ Եվ հուսով եմ, որ մյուս բոլոր համայնքներում էլ, որտեղ որ արցախցիներն ապրում են, իրանց էլ են այդպես աջակցում, ոնց որ մեզ են աջակցում, հուսով եմ։ Շնորհակալություն բոլորից, շնորհակալություն ձեզ, որ ուշադրություն դարձրեցիք, մեզ հյուրընկալեցիք, եւ մեր խնդիրները հուսով ենք ինչ որ չափով կբարձրաձայնվի եւ միգուցե լուծում լինի։ Շնորհակալություն, թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել, ես էլ եմ իհարկե շնորհակալ Արենի համայնքի համայնքապետարանի աշխատակիցներին այս քննարկումը կազմակերպելու համար։ Հույս ունեմ, որ էլի առիթ կլինի, կգանք, կհանդիպենք, կզրուցենք, տեսնենք ինչ է առաջ գնացել։ Մեր հյուրերն էին այսօր Արենի համայնքում հանգրվանած առայժմ վարձակալական հիմունքներով, հա, ոչ սեփական տներում, հույս ունենք, որ սեփական տների տեր կդառնան մարդիկ արցախցիներ, որոնց մեծ մասը, ինչքան հասկացանք, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար, քաղաքացիություն ստանալու համար։ Ահա այսպես, սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել հաղորդումը, բաժանորդագրվել ալիքը, տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի։ Գրեք ձեր մեկնաբանությունները, կարծիքները, առաջարկությունները, դրանք հաշվի կառնենք հետագա հաղորդումների համար։ Շնորհակալություն։